Բարև ձեզ, բարով եք եկել Glendale Newsroom։ Մի քանի րոպեվա ընթացքում մենք ձեզ կներկայացնենք ամերիկյան անցուդարձի կարճ ու կարևոր նորությունները։ Կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ եւ մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Թրամփը մտադիր է 50%-ով բարձրացնել մաքսատուրքերը, ինչը կարող է հանգեցնել նոր տնտեսական պատերազմի Չինաստանի հետ։ ԱՄՆ միգրանտներին զանգվածաբար ուղարկում են իրենց երկրից առանց նախազգուշացման։ Նյու Յորքում 133 անօրինական միգրանտներ են ձերբակալվել, 3-ը եղել են մարդասպաններ։ Թրամփը համեմատում է իրեն Վաշինգտոնի եւ Լինքոլնի հետ, արդարացնելով իր քաղաքականությունը։ Թրամփի վարչակազմը պատրաստվում է հունիսին կազմակերպել մեծամասշտաբ ռազմական շքերթ, ինչ է սպասվում Վաշինգտոնում։ Բարձրագույն դատարանը Թրամփին թույլ է տվել արտաքսել բանդայի անդամներին առանց դատական գործընթացի։ Այս եւ մյուս կարևոր թեմաների մասին էլ ավելի մանրամասն դիտեք թողարկման ընթացքում։ Թողարկումը սկսենք ԱՄՆ-ում կատարվող վերջին տնտեսական զարգացումներով։ Թրամփը սպառնացել է Չինաստանին հավելյալ 50% մաքսատուրքեր սահմանել, եթե չհրաժարվի իր պատասխան քայլերից։ Չինաստանը 34%-ով մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար ի պատասխան Թրամփի գործողություններին։ Թրամփը նշել է, որ բոլոր բանակցությունները Չինաստանի հետ կդադարեցվեն, եթե հակամաքսային գործողությունները շարունակվեն։ ԱՄՆ-ն պատրաստ է բացել նոր բանակցություններ այլ երկրների հետ։ Չինաստանը հայտարարել է, որ պատրաստ է պայքարել մինչև վերջ, իսկ առևտրի նախարարությունը քննադատել է Թրամփի քայլը, անվանելով այն մի սխալի վրա մեկ այլ սխալ։ ԱՄՆ-ում ժամանակավորապես բնակվող միգրանտներին, ովքեր օգտվել էին Բայդենի վարչակազմի ժամանակահատվածում կիրառվող CBP-1 սահմանային կարգավորումների առցանց հավելվածից, հիմա պետք է դուրս գան երկրից։ Այս պահին անորոշ է, թե որքան մարդ կտուժի այս որոշման արդյունքում։ 2023 թվականի հունվարից ավելի քան 900,000 միգրանտների հնարավորություն էր տրվել ԱՄՆ գալու։ Նրանք գտնվում էին երկրում 2 տարի գործող աշխատանքային թույլտվության հիման վրա, որը տրվել էր նախագահի կողմից հատուկ կարգով։ Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է, որ CBP-1 հավելվածի օգտատերերին ուղարկվել են արտաքսման ծանուցումներ, դեռևս հայտնի չէ, թե քանի հոգու է ծանուցում ուղարկվել։ Նրանք կոչ են արել օգտատերերին ինքնակամ լքել երկիրը, օգտագործելով նույն հավելվածը, որով մուտք էին գործել։ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային գործակալությունը Նյու Յորքում ձերբակալել է 133 անօրինական միգրանտի։ Նրանցից 20-ը ունեցել են քրեական պատմություն, այդ թվում եղել են նաեւ 3 մարդասպաններ։ Թրամփի վարչակազմի իրականացրած ավելի լայնածավալ արտաքսման գործողության ընթացքում հունվարից ի վեր արդեն 100,000 մարդ արտաքսվել է, իսկ 113,000-ը ձերբակալվել են։ Այս քայլով պետությունը նպատակ ունի հեռացնել վտանգավոր օտարերկրյա հանցագործներին եւ ոչ օրինական միգրանտներին։ Սակայն նման գործողությունները մտահոգություն են առաջացնում միգրանտների իրավունքների պաշտպանների մոտ, ովքեր մտահոգված են հնարավոր սխալ ձերբակալություններով եւ ընտանիքների անօրինական բաժանումներով։ Թրամփը վերջին շրջանում տարբեր իրավիճակներում մի քանի անգամ իրեն համեմատում է պատմական դեմքերի հետ, նշելով, որ իր քաղաքական քայլերն ունեն նմանություններ Ջորջ Վաշինգտոնի եւ Աբրահամ Լինքոլնի քաղաքականության հետ։ Նա մի քանի անգամ ասել է, որ Վաշինգտոնը, ով ԱՄՆ առաջին նախագահն էր, կարող էր ավելի ակտիվ ու վճռական լինել, իսկ Լինքոլնը, ով ղեկավարել է երկիրը քաղաքացիական պատերազմի ժամանակ, պետք էր ավելի խելամիտ մոտեցում ցուցաբերել, որպեսզի պատերազմը կանխեր։ Թրամփի այս համեմատությունները հաճախ եղել են ինքնագովազդի եւ արդարացումների ձև, երբ նա խոսել է իր քաղաքականության մասին։ ԱՄՆ նախագահ Թրամփի ծննդյան 79-րդ տարեդարձը եւ ԱՄՆ բանակի 250-ամյակը նշելու նպատակով Թրամփի վարչակազմը քննարկում է հունիսի 14-ին Վաշինգտոնում մեծամասշտաբ ռազմական շքերթ կազմակերպելու հնարավորությունը։ Քաղաքապետի խոսքով վարչակազմը կապվել է քաղաքային իշխանությունների հետ միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսելու համար։ Շքերթը նախատեսվում է սկսել Պենտագոնից եւ ավարտվել Սպիտակ տան մոտ։ Քաղաքապետը նշել է, որ նման միջոցառումների կազմակերպ
ձեռքբերումը կարող է շատ թանկ արժենալ, հատկապես եթե ծանր ռազմական տեխնիկա օգտագործվի, ինչը կարող է վնասել քաղաքի ենթակառուցվածքները։ Քննարկումները դեռ սկզբնական փուլում են։ ԱՄՆ բարձրագույն դատարանը մերժել է դատավորի որոշումը, որը արգելում էր Վենեսուելայի ենթադրյալ բանդային անդամներին արտաքսել առանց իրավական գործընթացի։ Սա նշանակում է, որ Թրամփի վարչակազմը կարող է շարունակել արտաքսումները, կիրառելով հազվադեպ օգտագործվող պատերազմի օրենսդրությունը։ Այս օրենքը սովորաբար վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք համարվում են ազգային անվտանգության սպառնալիք ու նրանց կարող են արտաքսել կամ կալանավորել առանց սովորական դատական գործընթացի։ Բայց օրենքն այնուամենայնիվ պահանջում է, որ նրանք ունենան որոշակի իրավական պաշտպանության հնարավորություն։ Արդյունքում վարչակազմին թույլատրվել է շարունակել արտաքսումները, բայց դատավորը որոշել է, որ բանտարկվածները պետք է կարողանան վիճարկել իրենց կալանավորումները հատուկ դատական հայցով։ Այսպիսով դատական քննություն կանցկացվի, որպեսզի որոշվի արդյոք արտաքսումը օրինական է եւ այդ անձինք իսկապես հանդիսանում են բանդայի անդամներ։ Ահա այսքանը ամերիկյան անցուդարձից։ Եթե ցանկանում եք միշտ լինել տեղեկացված եւ իմանալ, թե ինչ է կատարվում նահանգներում, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին սեղմելով subscribe կոճակը։ Նաեւ կոմենտներում գրեք, թե որ քաղաքից կամ երկրից եք դիտում մեզ։